Շնորհակալություն նախ այս կարևոր թեման բարձրացնելու համար։ Հանրային տրամադրությունների մասով, հատկապես իրավական ոլորտում հետաքրքիր արձանագրումներ կարող ենք անել, մասնավորապես այս պատմական զարգացումը նայենք, հանրային տրամադրությունների։ Նախ այս իշխանությունները ինչ ճանապարհով գնացին։ Բարեփոխվող դատական համակարգը, որ իսկապես տեսանելի էր բարեփոխվում, ես 2011 թվականից եմ փաստաբանական գործունեությամբ զբաղվում եւ տեսել եմ դատավորների տարբեր բնականաբար սերունդներ եւ բարեփոխվող դատական համակարգը, որը համալրվել էր այնպիսի դատավորներով, որոնք իրական արդարադատության ոչ թե կրողներ էին, այլ ուղղակի մոլուցք ունեին իրական եւ մաքրամաքուր արդարադատության։ Նիկոլ Փաշինյանը սկսեց հանրային տրամադրություններ ստեղծել, որ մեր դատական համակարգը վեթինգի կարիք ունի, բարեփոխման կարիք ունի, բազմաթիվ դատավորներ իրավունք չունեն դատավոր լինելու, հասարակության վստահությունը դատաների նկատմամբ շատ ցածր է, այսինքն այնպիսի մի արշավ սկսեց, դատավորները վնգստում են պատերի տակ եւ այլն, եւ ակտիվացրեց հանրային, այսպես ասած, բացասական վերաբերմունքը դեպի դատաները այն պայմաններում, երբ որ ճիշտ հակառակը դատական համակարգը գնում էր առողջացման։ Եվ տեսնելով մի խումբ դատավորների շատ լուրջ դիմադրություն, ովքեր որ հավատարիմ մնալով իրենց առաքելությանը շարունակում էին մաքրամաքուր արդարադատություն իրականացնել, եւ անգամ իշխանության որևէ ներկայացուցիչ չէր էլ կարող իր երազանքներում պատկերացնել, որ նա կարող է զանգահարել եւ ինչ-որ բան խնդրել, այս իշխանությունը սկսեց ազատվել այդ դատավորներից։ Սկսվեցին հարուցվել կարգապահական վարույթներ եւ սկսեցին այդ դատավորներից ազատվել։ Այս մասով Նիկոլ Փաշինյանը նաեւ օգտագործեց այդ հանրային բացասական ալիքը, որը հենց ինքը գեներացրեց դատաների նկատմամբ, եւ իհարկե իր մեկ այլ լծակի միջոցով արդարադատության նախարարի կողմից հարուցվող կարգապահական վարույթների շնորհիվ սկսեց ազատվել կամաց-կամաց այն դատավորներից, ովքեր որ ամբողջ դատական իշխանությունը ոչ միայն հայտնի էին իրենց մաքրամաքուր արդարադատությամբ, այլ նաեւ իրենց ազդեցությունն էին սփռում նոր եկող, նոր նշանակող դատավորների վրա։ Սկսեց դատական համակարգը համալրվել այնպիսի դատավորներով, ովքեր շատ նույնիսկ պատվեր պետք չի իջեցնել։ Իրենք հանրային իշխանության տրամադրություններով արդեն շատ լավ ընկալում են, ում է պետք կալանավորել, ում է պետք ազատ արձակել, ում նկատմամբ այդ ակտիվությունը կլինի իշխանության, ում նկատմամբ ոչ։ Հանրային տրամադրություններն այս մասով կային իհարկե քաղաքական հնչեղության գործեր, նաև բոլորովին վերջերս մեր մի շարք եպիսկոպոսների կալանավորման հետ կապված հարցերով հանրային բավականին լուրջ ակտիվություն նկատվեց, մասնավորապես Միքայել Աչապահյանի հետ կապված, Լիդիայի Կալանքի հետ կապված շատ հաճելիորեն ես ուղղակի առերեսվեցի հանրային շատ լուրջ արձագանքի, որը նաև իր դրական ազդեցություն ունեցավ, սա եւս մեկ ապացույց է, որ հանրային տրամադրությունը այո կարող է դրականորեն ազդել նաև արդարադատության որակի վրա, ինչքան էլ որ այդ դատավորի հետ որևէ հույս կապվում է դրական, թե ոչ, այսինքն միևնույնն է հանրային ճնշումը, չեմ ասում բացասական առումով, որտեղ բացասական առումով էլ ճնշում կարող է լինել հանրային ճնշումը դատանին կարող է ստիպել, այո, մի քանի օր առաջ առնվազն կայացրած որոշումը փոփոխել եւ ազատ արձակել կալանքի տակ գտնվող անձի։ Հանրային ընկալումների հետ կապված նաև շատ ուզում եմ կարևորել Գյումրիի 7 վերքում տեղի ունեցած պատարագից հետո մեր հանրային արձագանքը ընդհանրապես իշխանության ներկայացուցիչների նկատմամբ, երբ որ նրանցից եւ որևէ մեկը առանց ոստիկանության ուղեկցության երկու քայլ չէր կարողանում քայլել, որովհետեւ իրենք առերեսվեցին հանրային իրական կարծիքի հետ իրենց մասին եւ ես շատ սա կարևորում եմ, որտեղ մենք տեսանք մի հատ ակտիվ հասարակության մոդել, որը չկարողացավ ուղղակի անտարբեր մնալ, որ Գյումրու 7 վերք եկեղեցում, որը գյումրեցիների համար սրբոցն է,
այդտեղ տեղի ունենում մեր կանոնակարգին եւ ծիսակարգին ոչ համապատասխան ինչ որ արարողություն եւ գյումրեցիները չկարողացան ուղղակի անտարբեր մնալ այդ երևույթի նկատմամբ եւ դրա լավագույն պատասխանը ամենափրկիչ եկեղեցում լեփ-լեցուն հասարակություններ, որը եկել էր իրական կանոնական պատարագի մասնակցելու եւ նաեւ գյումրեցիների արձագանքը պատարագից հետո թե ինչպիսի բացասական ուրեմն արձագանք ունեին իրենք տեղի ունեցող երևույթների նկատմամբ